Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր դասն է Unit 3B և մենք պետք է զարգացնենք բանավոր խոսքը Practice your speaking. Իսկ ինչ է հարկավոր բանավոր խոսքի զարգացման համար, իհարկե բառաբաշար, անցած քերականական նյութի իմացություն և ամենակարևորը ցանկություն և աշխատասիրություն, կարծում եմ համակարծիք եք։ Ուրեմն Unit 3B, դասի թեման meals, ճաշ, ուտելիք, սնունդ, ամպիկի մեջ տեսնում եք գրված է meals և գրված է հավասարման նշան breakfast, lunch, dinner, supper, այսինքն մարդիկ սնվում են 3 կամ 4 անգամ, այստեղ տրված է 4 անգամ, meals, սնունդ, ուտելիք, ճաշ, առավոտյան breakfast, առաջին նախաճաշ, lunch, երկրորդ նախաճաշ, dinner, ճաշ, supper, ընթրիք, երեկոյան։ Հիմա տեսնենք Անգլիայում ինչպես են սնվում մարդիկ, օրվա որ ժամերին ինչ են ուտում։ Սկսենք վերևից. In the morning we have breakfast. Ուրեմն in the morning we have breakfast, բառացի, նայեք ուշադիր ինչ եմ ասում, have ունենալ, breakfast նախաճաշ, բայց դուք բառացի չթարգմանեք։ Մենք հայերեն ասում ենք նախաճաշել, նախաճաշել, մենք ունենք մեկ բառ, նախաճաշել, այդ բայը նախաճաշել, վերջը էլ։ Անգլիացիները մեկ բառով չեն կարող արտահայտել breakfast գոյականը, միավորում է have բայի հետ, to have breakfast, ստացվում է նախաճաշել, ամբողջությամբ have ունենալ չթարգմանեք։ At 1 o'clock we have lunch, ժամը 1-ին մենք նախաճաշում ենք, երկրորդ նախաճաշն է։ At 5 o'clock we have dinner, մենք ժամը 5-ին ճաշում ենք, have dinner, մեկ բառով ասում ենք ճաշում ենք, իսկ իրենք երկու բառով են ասում։ At 9 o'clock we have supper, ժամը 9-ին մենք ընթրում ենք, կրկնեմ, have breakfast, մեկ բառով թարգմանելու եք նախաճաշել, have lunch, նորից նախաճաշել, երկրորդ նախաճաշն է, have dinner, ճաշել, have supper, ընթրել։ Հիմա տեսնենք առաջին նախաճաշին, առավոտյան, ինչ են ուտում սովորաբար։ For breakfast we usually have, սովորաբար, պարտադիր չի, որ միշտ նույն բաներ ուտեն, սովորաբար ինչ են ունենում ուտելու։ Bread, հաց, butter, կարագ, cheese, պանիր, eggs, ձու, jam, ջեմ, coffee, սուրճ, milk, կաթ, tea, թեյ։ Սա առաջին նախաճաշ։ Երկրորդ նախաճաշ, որը իրենց մոտինում է ժամը 1-ին։ For lunch we usually have sandwich, դա բուտերբրոդն է, sandwich, apple, orange, coffee, tea, milk։ Ուրեմն առաջին նախաճաշ, կոնկրետ ժամը չի ասում, ուղղակի առավոտյան երբ արթնանում են, առաջին նախաճաշն են ունենում։ Երկրորդ նախաճաշը ունենում են ժամը 1-ին։ Անցանք ճաշին։ For dinner we usually have, ճաշին սովորաբար մենք ունենում ենք soup, vegetables, բանջարեղեն, meat, միս, fish, ձուկ։ Եվ for supper we usually have, ընթրիքին ունենում են sausage, երշիկ, նրբերշիկ, cheese, պանիր, cake, խմորեղեն, tea, թեյ։ Դասի նոր բառերն են կապված ուտելիքի հետ։ Meals, ուտելիք, սնունդ, ճաշ, lunch, երկրորդ նախաճաշ, supper, ընթրիք, bread, հաց, butter, կարագ, cheese, պանիր, sausage, երշիկ, նրբերշիկ, sandwich, soup, meat, միս,
fish, ձուկ, coffee, սուրճ, milk, կաթ, tea, to have meals, ճաշել, to have supper, ընթրել։ Վարժություն 7. Պետք է կազմեք երկխոսություն և օգտագործեք այս կապույտով բառերը և բայերը։ Բայեր, to have meals, to have supper, to have lunch և սրանք էլ բառեր։ Պետք է օգտագործեք։ Օրինակը տրված է. When do you usually have your breakfast? Ուրեմն մեկը հարցնում է, մյուսը պատասխանում է։ Իրականում վերևում ձեզնից պահանջում եմ 4 բաժանվեք 4 հոգու և իրար հարցեր տվեք, դե օնլայն հնարավոր չէ այդպես, ուղղակի ես կբացատրեմ։ When do you usually have your breakfast? Երբ եք սովորաբար նախաճաշում։ Դուք պատասխանում եք when-ը պետք չէ, դուն պետք չէ։ Երբ ասում եք դուք երբ եք նախաճաշում, պետք է ասեք մենք նախաճաշում ենք, դուքը դառնում է մենք, կամ դուն դառնում է ես։ Ուրեմն, եթե ասում եք ես, պետք է ասեք ես սովորաբար նախաճաշում եմ, այստեղ փոխեցինք, ստացվեց I usually have, յորը դարավ my breakfast, երբ եք նախաճաշում, ենթադրենք դպրոց գնալուց կես ժամ առաջ, at 8 o'clock, at 7 o'clock, երբ ցանկանում եք ժամը ասեք։ What, ինչ եք ուտում նախաճաշին։ What do you usually have for your breakfast? Ուրեմն, I usually have my breakfast. I usually have ինչ եք ունենում, նայեք breakfast-ը։ Եվ ընտրեք այստեղից ուղղակի տեղը ասում է, որ ամեն անգամ օգտվեք։ For breakfast, bread, butter, cheese, eggs, jam, coffee, milk, tea. Հնարավոր է դուք ասեք ես ուրիշ բան եմ ուտում, բայց այդ ուրիշ բանը դուք դեռ չեք անցել։ Ձեր դասի բառերը սրանք են, ուրեմն այս բառից օգտվում եք, եթե ուզում եք բառանից օգտվեք, ամենայն դեպս սրանք ձեր դասի բառերն են, կարող եք օգտագործել այս բառերը։ Ուրեմն ասելու եք նախադասության սկիզբը այստեղից For breakfast I usually have եւ թվարկում եք։ Հաջորդը What do you like to eat at? Ինչ ես սիրում ուտել։ Ասենք ինչ ես սիրում ուտել, բարձրացանք վերև, նախաճաշին, երկրորդ նախաճաշին, ճաշին, ընթրիքին, նորից, ենթադրենք նախաճաշին երկրորդին, For lunch, ասելու եք I usually have, և սրանցից ինչ սիրում եք, ասում եք այսինչ բաները սիրում եմ, և այսպես մնացած բոլոր կետերը լրացում եք։ Կարող եք ներքև չիջնել, այստեղից սկսեք հարց տալ, նորից ցույց տամ այստեղ, When do you usually have, այս նախադասությունը օգտագործեք, for breakfast է գրված, դուք բոլորի համար օգտագործեք, What do you usually have for breakfast, What do you usually have for lunch, What do you usually have for dinner, What do you usually have for supper, եւ այլն, պատասխանները պատասխանելու համար սկսում եք նորից For breakfast I usually have այսինչ բաները, For lunch I usually have եւ այսպես շարունակ։ Վարժություն 8. Ձեր ընկերոջը պատմեք ձեր ճաշի մասին, այսինքն ճաշ ասելով այստեղ մի սննդի մասին, նկատի ունի այդ 4 օրվա բաժինները, նախաճաշի, երկու նախաճաշ, ճաշ եւ ընթրիք։ Ինչ եք ասելու։ Ինչ որ նորից հետ եք դառնում աղյուսակին եւ սկսում եք նայում եք այստեղ, ասում եք, որ սովորաբար մենք ճաշում ենք կամ 3 կամ 4 անգամ, եթե 4 անգամ այս բոլորը կասեք, հետո կսկսեք այս նույն նախադասություններով, հետո սրանք այսպես հերթով ասում եք ձեր անունից եք խոսում, կամ ես եք ասում, կամ մենք եք ասում, կամ դու, կամ դուք ձեր անունից։ 9-րդ վարժություն նայում եք նկարին in the dining room ճաշասենյակում եւ նկարագրում եք, թե ինչ եք տեսնում։ Ինչ ենք տեսնում։ Ենթադրենք սա, ասում եք սա արդեն ներկայացրել է որ dining room. This is a dining room. Սա, ասենք Jim-ից ճաշասենյակ է. This is Jim's dining room.
Ջիմը ինչ է անում, նայենք սեղանին ինչ կա, կա թեյ են խմում, խմորեղեն կա, նշանակում է ընթրում են, երեկո է, ըստ երևույթին եւ ընթրում են։ Ջիմը ընթրում է իր հայրիկի եւ մայրիկի հետ։ Jim is having այս պահին է դրա համար continuous-ով Jim is having supper with his father and mother. Ինչ են նրանք ուտում կան խմում, նրանք խմում են թեյ, they are having tea and եւ սեղանի վրա կա տորտ and there is a cake on the table. Նման մի պատմություն, վարժություն 10, հարց եւ պատասխան according to the picture on the model, նորից զույգերով մոդելի համաձայն կազմում եք հարց եւ պատասխան. What do you see on the picture? Այս վերևի նկարի մասն է, նկարում ինչ եք տեսնում։ Պատասխանը I see a dining room on the picture. Տեսնում եմ ճաշասենյակ նկարում։ Who is there on the picture? Ով կա այնտեղ նկարում։ Պետք է ասեք there is a family on the picture. Նկարում ընտանիք է։ What are they doing? Ինչ են նրանք անում։ Պատասխանում ենք they are having their supper. Ընթրում են։ Եղավ նույն ձևով սա եք բացատրում։ Անցնում ենք ժամերին, մենք անցել ենք What time is it? Ժամը քանիսն է։ It is 7 o'clock. Կլորթվերը մենք անցել ենք It is 7 o'clock. What time is it? It is 5 o'clock. What time is it? It is 1 o'clock եւ այլն։ Այժմ մենք պետք է սովորենք եւս What time is it? It's 2:30. Ժամը քանիսն է։ 2:30 է։ Ուրեմն ասել ենք It is half. Մենք սկզբում հայերենում ասում ենք 2:30, կեսը հետո ենք ասում։ Իրենք ասում են կես, հետո ասում են անց թիվը 2 հակառակ կողմից։ It's 2:30. Ստացվում է կես անց 2։ Մոտորապես այսպես պատկերացրեք։ What time is it? It's 2:30. Մյուսը What time is it? 2:10 է պակաս։ Ուրեմն եթե անց է, ասում ենք past։ Այսը past անց։ Եթե պակաս է 2:10 է պակաս, ասում ենք to։ Այս to-ն։ Մյուս to-ի հետ չխառնեք, տարբեր ձևով է գրում 2-ը 3 տառով է գրում T W-O, իսկ պակասը T-O։ Ուրեմն it's 10 minutes to 2:10 է պակաս։ 2:10 հիմա անց ուրեմն past ենք օգտագործելու։ It is 10 minutes past 2։ Մենք ասում ենք կլորթիվն ենք ասում, ժամն ենք ասում, հետո անց քանի րոպե։ Այդ րոպեները իրենք սկզբից են ասում։ It is 10 րոպե անց 2-ից։ It is 10 minutes past 2։ Հաջորդը վարժություն 11։ Հարց եւ պատասխան։ What time is it now? It is What time is it now? It is 3-ից 20 պակաս։ 20 րոպե պակաս 3-ից պիտի ասենք։ It is 20 minutes to 3. What time is it? It is 8-ից 15 պակաս։ 15 պակաս 8-ից պետք է ասենք։ It is 15 minutes to 8. What time is it? Պետք է ասենք it is 10 րոպե անց 3-ից։ It is 10 minutes past 3. What time is it? 6:15. It is 15 minutes past 6. What time is it? Պիտի ասեք 20 րոպե անց 9-ից 9:20 20 րոպե անց։ It is 20 minutes past 9. 10:25. What time is it? It is 25 minutes past 8. Եվ վերջացրինք։ Նորից հիշեցնեմ, եթե պակաս է, ասում ենք to, եթե անց է, ասում ենք past, եւ սկզբում ասում ենք րոպեները, այնուհետեւ ժամը։ Րոպեն 20 րոպե պակաս 3-ից 20 minutes to 3. 15 րոպե պակաս 8-ից
15 minutes to 8. Հիմա մեկն էլ անցով 10 րոպե անց 2-ից it is 10 minutes past 2. Եվ այսպես։ Այս դասն էլ ավարտեցինք։ Ես թվում է շատ հեշտ է, եթե կդժվարանա կգրեք, նորից կբացատրեմ կամ նորից կկրկնեք, կբացեք, կլսեք, նորից կկրկնեք դասը, իսկ դուք բաժանորդագրվեք էջին հաջորդ դասին տեղյակ լինելու համար։ Goodbye.